Կյանքի գույների, առօրյա խառնաշփոթի, գրքերի եւ հետևորդներ ձեռք բերելու արվեստի մասին այսօր կխոսենք բլոգեր Քրիստինեի հետ։ Ես Դիանա Գաբրիելյանն եմ, եթերում թոփ թեմաներն են։ Հաղորդման աջակիցն է Հայաստանում առաջին ու միակ գրոհե պաշտոնական առցանց խանութը։ Գնեք որակյալ գերմանական սանտեխնիկա օնլայն shop.grohe.am Քրիստինե ջան, ձեր էջից ելնելով կարող ենք հասկանալ, որ sense ինչ-որ արևոտ, վառ, կերպար, ով կարողանում է բոլորի տրամադրությունը բարձրացնել, այդպես էլ գրել եք, ձեր սրտի պոզիտիվ չիկը, ու ոչ բոլորը կարող են օրինակ իրենց նկարագիրը տալ։ Գրել եք Քրիստինե, դա հրաշք, այսինքն դուք նաև կարելի ասել բնավորությամբ ինքնավստահ մարդ եք։ Ինչպես է դա դրսևորվում, մանկությունից է եկել, թե գործի բերումով, որովհետև այսօր էլ 21-րդ դարի կարելի ասել, բեղում գործունեություն եք ծավալում։ Ինձ մոտ ավելի շատ պայքար ա եղել հասնել այն կետին, որ ես ինքսինց կարողանամ այդքան սիրել ու այդ ինքնավստահությունը ունենալ։ Ես շատ ժամանակ ընդհանրապես այդ չեմ ունեցել։ Հետո հաշվել եմ ես ինչեր եմ կարողացել անել ինքնուրույն, ոնց եմ ինչ-որ կետի հասել, դրանով սկսել եմ ինձ համոզել, որ դու վերջն ես, քիչ ջան, դու կարաս, ինչի՞ չէ։ Ինձ միշտ թվացել է, որ իբր ինչ եմ անում։ Այս կոնտեքստն է եղել իմ մոտ, հետո ինքս ինձ արդեն համոզեցի, որ դու ես արել, ես արել, դու արժանի ես, որտեղ դու հրաշք ես։ Ու այդպես ինձ մոտ տենց առաջացավ էլի այդ ամեն ինչը։ Ես ինքսից համոզելով։ Իսկ բոլորի մոտ այդպես դրական էմոցիաներ եք, չէ՞, թողնում, երբ գնում եք, ինձ թվում է sense աժիոտաժը սկսում եւ այլն եւ այլն։ Եվ դա բնականաբար ազդեցություն է ունեցել ձեր մասնագիտականի վրա։ Կպատմեք մի փոքր մասնագիտությունից։ Տեսեք, ես մի քանի մասնագիտություն ունեմ։ Առաջին մասնագիտության բանասեր եմ, երկրորդը շուտով որ ավարտեմ, պատմության ֆակուլտետի հայագիտության բաժինն ա լինելու, իսկ աշխատում եմ որպես սցենարիստ, սցենարիստի օգնական, դիալոգիստ։ Իսկ բլոգինգին ես որպես մասնագիտություն չեմ դիտարկում, ինքը իմ համար ժամանց է, ես անգամ սկզբնական շրջանում իրան աշխատանքի աղբյուր էլ չեմ դիտարկել, ես ցանկացել եմ ինձ հարմար ա եղել վիդեո եմ տեղադրել եմ, չէ, հետո չեմ տեղադրել, ընդհանրապես այսինքն ես իրանով շատ լուրջ չեմ զբաղվել, որի համար հիմա փոշմանում եմ, հիմա էլ լուրջ չեմ զբաղվում, բայց փոշմանում եմ, որ չեմ զբաղվում, որովհետև ինքը լավ կարող էր ինձ օգուտ տալ ամեն առումով, որովհետև այդ լսարանը հավաքված ունեմ, որ ինձ սիրում են, ես էլ իրանց եմ իհարկե սիրում շատ, որովհետև իրանց շնորհիվ ենք մենք այդ դառնում, իսկ ոնց որոշեցի, որ այդ դրանով պիտի զբաղվեմ, ես միշտ ահավոր ակտիվ մարդ եմ եղել, դպրոցից սկսած աշակերտական խորհուրդ, ինչ միջոցառումներ, խմբակներ կան, ես միշտ մասնակից եմ եղել, ես շատ ակտիվ մարդ եմ, ու երբ որ կորոնավիրուսը սկսեց, պիտի ստիված փակված մնայինք տանը, դե պատկերացի գերակտիվ մարդու համար, ինչ դաժանություն է այդ տանը մնալը, դրա համար ես ինչ որ իմ համար սկսեցի հումորային վիդեոներ նկարել ու այն ժամանակ TikTok հարթակներ լրիվ այլ ֆորմատով, հիմա չհամեմատենք նախկին TikTok-ը հիմիկվա TikTok-ի հետ, այդ ժամանակ սկսեցի ուղղակի վիդեոներ տեղադրել, ու ասես մի անգամից բում եղավ, ես չէի սպասում, ինձ ուղղակի ժամանցի համար տեղադրում էի, բայց հիմա ինքը դարձել է ավելի sense պրոֆեսիոնալ բան ինձ համար, որովհետև բաներ է բացում, որտեղ ես կարողանում եմ աշխատել, ինձ դրսևորել գովազդների ոլորտում։ Իսկ դա դուր եկավ ձեզ, օրինակ ինչ էմոցիաներ են, երբ որ մարդկանց հետաքրքրում, այսինքն TV-ից դուրս ես անում դա, եւ ինքդ կարողանում ես ավելի մեծ լսարան ձեռք բերել, քան օրինակ, չգիտեմ, վիճակագրական հերթական հեռուստաալիքը։ Հա, այդ առումով իրականում որի վրա մեծ թիմ աշխատում, իրականում դա մեծ բան է, ձեռք բերում է։ Դե հա, ինչ եմ ես զգում, իրականում ես սկզբում չէի հասկանում բացարձակ, այդ ինչա։ Ինձ թվում էր ամեն երկրորդ մարդ կարա նույն արդյունքին հասնի, ոնց որ ես, այդ այսի որ խնդիր ունեի այդ։ Բայց հետո հաճելի էր, որ մարդիկ քեզ դրսում տեսնում էին, ճանաչում էին, քեզ դրսում մոտենում էին, ինչ-որ լավ հաճելի տեքստեր էին ասում, դու դրանից իրոք մոտիվացվում էիր, չգիտեմ ոնց է ստացվում, որ տենց լինում է, ես էլ եմ զարմացած, մինչև այսօր չեմ հասկանում, ես ոնց եմ արել, որ ունեցել եմ այս արդյունքը։ Երևի հենց այդ անկեղծությունն է մարդկանց դրդում, որ նրանք քեզ նայեն։ Ինչ շատ հաճախ տարբեր ես, բայց հա, շատ, իմ կոնտենտը, ես կոնտենտ չունեմ։ Եթե անկեղծ լինենք։ Ես մի օր կարող եմ լացելով ռիլ դնեմ, որովհետև այդ պահին ես այդ էմոցիան եմ ապրում, ես չեմ կարա ծիծաղալով ինչ որ հումորային ռիլ դնեմ, որովհետև ես այդ չեմ այդ պահին։ Դեպրեսիա եմ ապրում օրինակ, ես ոնց դնեմ ուրախ ռիլ տեղադրեմ, այնքանավոր տեղադրելու համար մարդկանց խափեմ։ Ես այդ պահին ինչ զգում եմ, ես չեմ կարա խափեմ։ Այ որ տրամադրությունս բարձր է, հումորային ռիլեր եմ անում, ես ուղղակի չեմ կարողանում բոլոր իրար հետ համատեղել, որովհետև ես բոլորը ուզում եմ անեմ։ Ինձ մարդիկ իմեջը նայելով չեն կարողանում ճանաչել այնպես ինչպեսին, որ ես կամ կարող է ես էլ չեմ կարողանում այդ գիտակցել, որովհետև ես համ պոզիտիվ եմ, համ
կարամ տխուր լինեմ շատ հաճախ ու չհասկանամ որ կոնտենտ ընտա, որ մարդիկ հավանեն։ Պոեզիան հավանում են, հումորային կոնտենտը հավանում են, սովորական լայֆսթայլը հավանում են, դրա համար ես բոլորն էլ անում եմ։ Եվ ներքուստ պայքարը չէ գնում ինքդ քո հետ, երբ որ դու շատ բան զարգացած ես լինում, open minded ես լինում, ու ասենց ասում ես սայլակիչ անեմ, այդ պայքարը, բայց բան անում, չէ։ Սեղմում է։ Չես հասկանում որ անես, որ լավ անես։ Այդքան բանն էլ որ միասին անում ես, միշտ մեկը տուժում է, ինչ ճիշտ է։ Դրա համար սենց ես ինքսի մեջ շատ խառն եմ, չեմ հասկանում որը ընտրել, չեմ կարա ընտրեմ։ Այդքան ես բոլորը սիրում եմ, ես թող անեմ, թող մի քիչ մեկը թերի լինի, բայց ես իմանամ, որ ես այդ հմտությունը, այդ ունակությունը ունեմ ու ինքը չգնաց կորեց ուղակի։ Իմ համար կարևոր է։ Իսկ կյանքում էլ եք անկեղծ ոնց որ փորձում եք ձեր էջում, հա, այդ ամենը ցույց տալ։ Միշտ, անգամ ինձ դեպքեր են լինում, որ ասում են մի քիչ ես նախանձում եմ աղջիկների մի հատ տեսակ կա, իրանք ես չեմ ուզում վիրավորեմ, էլի իմ բառով։ Սենց իրանք սենց ձիգ, ես սիրում եմ այդ բառը, ինչ որ ձեռվակերպար կա մարդկանց։ Ես այդ ահա որ սիրում եմ, որ իրանք գիտեն սենց լինել, որտեղ ինչ, ես սաղ տեղերում նույնն եմ։ Կապ չունի որտեղ, ես նույնն եմ, ես հասկանում, շփտալով գնալ գալ, ես նույնն եմ, չեմ կարա, բայց ես նախանձում եմ իրենց, ես կուզեի տենց չլինեի։ Նաև այն ինչ որ ձեզ այդ էմոցիոնալ առումով այսօր կատարվել է կամ այն դրական բաները կամ աշխատանքը պատմում եք, չէ՞ մարդկանց հետ կիսվում եք, չեք սիրում թաքցնել երևի։ Հա, չէ, բացարձակ չեմ թաքցնում։ Ինչ ելնում է, ինչ նոր բան լինում, ես անպայման բարձրաձայնում եմ այդ մասին։ Ես չնահավատել չեք, չէ՞ որ։ Չէ, բացարձակ, ես շատ աստվածահավատ եմ։ Ու իմ համար այդ մարդկանց աչքով տան եւ այլն, եթե դու Աստծուն հավատում ես, ոչ մեկի աչքը քեզ չի կպնելու։ Ես շատ այդ առումով շատ sense ուղիղ եմ։ Ես շատ սյուր քրիստոնյա եմ էլի, չեմ հավատում տենց բաների։ Իսկ համալսարանական կյանքը, դասախոսները ինչ կարծիք են, որովհետեւ մի ժամանակ դրական է լինում ազդեցությունը, մի ժամանակ բացասական, դասախոսները sense քառակուսի մեջ են, չէ՞ միշտ։ Չէ, տեսեք, իմ մոտ շատ հավես է եղել, ես բանասիրականի ժամանակով օրինակ, հենց իմ դիպլոմայինի պաշտպանության օրը իմ դասախոսներից մեկը հենց ով հանձնաժողովին են նստած, ասում է, գիտեք ինքը ինչ տաղանդավոր երեխա է, այստեղ մասնակցում, սրանով ազբաղնրանով, շատ դրական են ընկալում այդ ամեն ինչը։ Ու արդեն որ ես նոր ֆակուլտետում եմ, առաջին կուրսում եմ մագիստրատուրայի, դե ինձ ընդհանրապես դա նորմալ չեն ճանաչում, նոր առաջին անգամ հրավիրված ենք տեղ են գնացել կուրսով, ու երեխեք են մոտենում իմ հետ նկարվելու, դասախոսները ասեն զարմացած ու նոր բացահայտվեց իրանց մոտ, իրանք շատ դրական են վերաբերում, շատ, որովհետև տեսել են, որ ես ինչ եմ էլի անում, որի մեջ ինքը թե ուսուցողական բաներ էլ ապարունակում, թե հումորային, ասես նորմալ կոնտենտ է կոպիտ։ Այստեղից բխում է նաև այն, որ մարդիկ կան, որ ծնված են կարելի ասել դրա համար, մարդիկ կան, որ չէ, այսինքն կոտորվեն, ճղվեն, ինչ ուզում է անեն, կամ պիտի այնպեսի վատ կոնտենտ ստեղծեն, որ դրանով գրավեն, բայց չէ որ դա էլ կարճաժամկետ է, դա հաստատ երկարաժամկետ չի լինում։ Ինչ կարծիք եք այս առումով հենց հայ բլոգերների ու դե բնականաբար գործընկերներ եք չի կարելի, բայց ամեն դեպքում սոցցանցային իրականության մասին խոսենք։ Տեսեք, ես առհասարակ sense մի հատ բնավորություն եմ, իմ համար, ես որ ինչ որ բլոգերի հետևում եմ, ես իրան չեմ հետևում որպես գործընկերոջ, այլ որովհետև ինքն ինձ հետաքրքիր է որպես իր բլոգը վարելու ձևով։ Ես sense այդ ում որ հետևում եմ, իրանք իմ համար իդեալական բլոգերներ են, որոնցից ես ինչ-որ բան եմ սովորում։ Իրանք պրոստը սիրուն են, ինձ այդ հերիքա, որ ես գեղագիտական հաճույք ստանամ իրանց սիրունությունից օրինակ։ Ու ամեն մարդ իրականում չի կարող այս ոլորտով զբաղվի, որովհետև դրա համար նախ պետք է սթրեսակայուն լինես, որովհետև կապ չունի դու ինչ կոնտենտ ես անում, միշտ մի հատ ինչ որ մեկը կգտնվի, ով քեզ վատ կոմենտ կրի, իսկ այդ նոր սկսող մարդու համար դա չգիտեմ ինչ է։ Իսկ բլոգերների առումով, հա, չգիտեմ, ես ում հետևում եմ, իրանց սիրում եմ, ում չեմ հետևում, ուրեմն կամ չեմ տեսել, իրանք լավն են, կամ էլ տեսել եմ չեմ հավանել։ Կա կոնտենտ, որ չեք ընդունում, առհասարակ չեք ընդունում, որ նման ձևով են սկսում կամ նման ձևով են փորձում հետևորդներ գրավել։ Դե հա, ես չեմ ընդունում այն, որ օրինակ այս վերջերս շատացել էր հիվանդ մարդկանց, առողջապես հոգեկան հիվանդություն ունեցող, չգիտեմ, տարբեր հիվանդություններ ունեցող մարդկանց օգտագործում են որպես խայծ, նկարում են իրանցից փող են կորզում, սենց ինչ-որ բաներ կան, դա վստահաբար, իսկ առհասարակ չեմ սիրում ցենզուրայից դուրս կոնտենտը, երբեք չեմ հետևի այդ կոնտենտին, էլ ինչ կոնտենտ, երևի ավելի ցենզուրայից դուրսը, չլինի ցենզուրայից դուրս։
Լինի ցենզուրայի մեջ ինչ-որ բան պարտադիր չի սովորեցնի, կարա ինքը ժամանց լինի եւ այլն, բայց ցենզուրան պահված լինի այդ ամեն ինչի մեջ։ Իսկ այդ շրջանում, հա, կորոնավիրուսի շրջանում, որ սկսեցիք, օրինակ արթնանում եք ու մտածում եք այսօր ինչ կոնտենտ ստեղծեմ, թե ուղղակի դա ծնվում է։ Սցենարիստի մոտ այդ մուզան էլ չէ, շատ կարևոր է։ Իմ մոտ պահա գալիս, sense միտքը առաջանում վիդեոյի։ Ես պիտի անպայման այդ բան մոտս նշեմ, որ չմոռանամ նախ։ Իսկ հետո ես, չէ, շրջանում ես չեմ մտածել։ Ուղղակի այդ բանը նստած եղել մտքիս եկել է, դուրս եմ եկել, նկարել եմ, հետ եմ եկել։ Ինչ որ ես սկզբում իսկապես ոչ մի ջանք չեմ ներդրել դրա համար։ Հիմա էլ անկեղծ, հիմա էլ ջանք չեմ ներդնում։ Ուղղակի միտքը գալիս է, նկարում եմ, գցում եմ։ Անկամ մոնտաժի վրա 5 րոպե եմ ծախսում։ Հա, այսինքն այն որ օրերով մոնտաժում են նախա մոնտաժային փուլն են ցույց տալի, ասում են շուտով ռիլը։ Ես այդ պահին հիմա ստեղ նկարամ դնեմ, նկարեմ, գցեմ։ Всё, это ես բայց շատ կուզեի ավելի պրոֆեսիոնալ, որտեվ լիքը գաղափարներ ունեմ կրեատիվ, որ իրանց համար սիրուն մոնտաժ, սիրուն նկարել ապել, բայց դրա ժամանակը չունեմ։ Եվ քանի որ զբաղվում եք նաև մարքեթինգով, այլ լեջերի գովազդներով, այդ բոլոր ներդրումը, ներուժը ծախսում եք դրա վրա։ Հա, հիմնականը հա, ու այդ ինչ շատ է դուր գալիս։ Ես որ նկարում եմ, ինձ ամենաշատը հետաքրքրում է վերջնարդյունքը ինչա լինելու, ու եկեք համեստություն չանեմ։ Ու ասեմ, որ իմ գրեթե 90% գովազդները աշխատող են բիզնեսների համար։ Ահա։ Դրա համար որն է բանալին օրինակ, չգիտեմ, այդ մոտեցումը երևի։ Ես ուղղակի հասկացել եմ, ոնց առաջին մի քանի վայրկյանից գրավես դիտողիդ։ Հա, դե բանը չեք բացի, իհարկե չեք։ Հա, ու շուկան եմ, յուրաքանչյուր բիզնեսի շուկան եմ ուսումնասիրում։ Ինչ տիպի մարդիկ իրանց կհետևեին։ Դա շատ կարևոր է։ Հա, այդ ուսումնասիրելով արդեն դու հասկանում ես ինչ սցենար մտածես, որ մարդիկ առաջին վայրկյանները նայելուց հետո սցենարից է կախված։ Բայց լինում է, որ շատ կարելի ասել կներեք բարիս համար ճակերտավոր տափակ ինչ որ sense բան է լինում, որ դա էլ գրավի, որտեղ լինում է։ Օրինակ, ես ձեզ մի հատ անկեղծ բան ասեմ, վերջերս շատ նկատում եմ, որ sense ծանոթ մարդիկ կծողական ինձ ասում են, չեմ սիրում վիդեոների մեջ, որ բղավում ես։ Ես վիդեոներում այնպես գոռալով սկսում եմ, որովհետև համ բարձր ձայնով եմ խոսում, համ շատ արագ դա գրավում է։ Ու ես այդպես ինչ եմ հանում ուղակի, ասում եմ, օքեյ, ուզում եմ գոռում եմ, բայց ես նախընտրում եմ, տենց սկսեմ վիդեոն, մարդիկ դրա համար նայեն ու պրոդուկտը գովազդեմ, քան ինձ գովազդեմ պրոդուկտի փոխարեն։ Ես կարամ ձևերով, բաներով, ինչ որ բաներ անեմ։ Հիմա ահա որ սխալ են մեր ըստ իս սեփական կարծիքս է, ոչ մեկին չեմ պարտադրում։ Բիզնես տերերը մտածում են, որ ահա որ sense վուլգար հագնվեն իրանց մոդելները, պիտի իրանց պրոդուկտը թույն ներկայացնեն, բայց խնդիրը այստեղ է, որ արդեն իրանք պրոդուկտը չեն ներկայացնում։ Երկրորդ պլան են մղում պրոդուկտը, առաջին պլանում իրանք են ներում ու ես մի քանիսին արդեն գիտեմ դուք ում ի նկատի ունեք, ինձ թվում է մեր հասարակության 90%-ը մեծամասամբ այդպես են մտածում ու այդ շատ սխալ է։ Ես որտեղ որ աշխատում եմ, ում հետ համագործակցում եմ, ես միանգամից ասում եմ, ինձնից վուլգար կոնտենտ չսպասեք, ուղղակի վստահեք ինձ, իմ սցենարին, всё։ Որտեվ լինում են օրինակ թաքնված գովազդներ եւ հայտնիների մասնակցությամբ գովազդները միշտ ասում են, որ ձեռնտու չի, որովհետեւ հենց հայտնին առաջին պլան է մղվում, թե ինչ է գովազդում, դա արդեն տեսեք, ես իրականում մի քանի բլոգերներ կան, որոնց գովազդները իմ համար շատ թիրախային են, շատ աշխատող են ու ինքը այնքան հետաքրքիր են ներկայացնում այդ գովազդը։ Բայց այդ միանման լինելը կամ մի անգամից արդեն գիտես գովազդ է, այսինքն էջը նայում ես, ասում է գովազդ, էլ չես ուզում էջը նայել։ Համաձայն եմ, բայց մարդիկ կան, որ այնքան լավ են այդ գովազդը ներկայացնում իրանց հումորի մեջ, իրանց կոնտեքստի մեջ, որ մեկը նայում ես։ Կան, իմ համար կան տենց մարդիկ, հիմա անուններ չտամ, բայց իրոք են, որ նայվելը նայվում են։ Բայց ես էլ իմ էջում ես մաքսիմալ գովազդներ քիչ եմ վերցնում։ Ինձ գրում են, ես ստիպված մերժում եմ, որովհետև ես գիտեմ, ես այդ բանին ինչքան արդյունք կարամ տան։ Իսկ ես այդ գումարը չեմ վերցնի, եթե ես չտամ այդ արդյունքը։ Գոնե չիմանամ, որ այդ գումարը, որ ինձ տվել են, իրանք հանելու են իրենց բիզնեսի համար։ Ես շատ սրտացավ եմ այդ առումով։ Իսկ աշխատասեր եք, չէ՞, սարսափելի։ Ես day-off չունեմ, բացարձակ day-off չունեմ։ Շատ աշխատասեր եմ ու դրա մեջ ես հաճույք եմ տեսնում, ոչ թե աշխատանք, այլ հաճույք եմ ապրում։ Ճիշտ է, հոգնում եմ, բայց գիտեմ, որ ինչ-որ հավես բան արեցի այդ օրը։ Բայց կարևորը նաև այն, որ այս սոցիալային իրականությունից զատ դուք ունեք ձեր մասնագիտությունները ու գիտեք, որ այս առումով էլ է պետք զարգանալ։ Մենք քիչ առաջ այլ բլոգերի հետ էինք խոսում, որ դա չպիտի լինի, այսինքն միանշանակ դու պետք է բլոգինգը շատ վտանգավոր է, եթե իրան դիտարկես ամբողջ կյանքի քո համար ֆինանսի աղբյուր։ Ինքը որովհետև մի օր կարող ուղղակի Instagram-ը ջնջվի։
կամ ցանկացած մի բան է, ուղղակի վերանա։ Ու ես իրականում իմ մասնագիտությունները բոլորը ահավոր շատ սիրում եմ։ Ես մինչև արդեն ուրիշների գովազդներով զբաղվելը սցենարիստիկայով էի զբաղվում ու հիմա էլ եմ զբաղվում։ Էդ էլ է իմ տարերքը, որովհետև ամբողջ իմ գործունեությունը, որ ես ծավալում եմ, ստեղծագործելու մեջ է։ Ես մենակ ստեղծագործ եմ, էդից հաճույք է պատճառում ու էդի մասնագիտությունն է, հետագայում ես պիտի զարգացնեմ դա ավելի լավ բաներ անելու համար, սցենարիստի մասնագիտությունը ուղղակի գերհաճույք է։ Եկեք փաստենք եւ մենք խոսեցինք քիչ առաջ այդ թեմայով, որ ChatGPT-ն դեռ չի փոխարինում սցենարիստներին, ու դա թյուր կարծիք է, թե յուրաքանչյուր ոք կարող է թուղթուկրիչը վերցնել, գրել ինչ-որ մի բանի մասին։ ChatGPT-ն չի կարողանում փոխարինել ստեղծագործ ուղեղին։ ChatGPT-ն կարող է տեխնիկական շատ սիրուն տեքստեր տա, կարա SWOT վերլուծություններ անի տարբեր տեսակի։ Մասնագիտական ինչ-որ թվային sense ոնց ասեմ, որ գծած բաներ տա, որը բոլորը գիտեն ու բոլորին իսկ այդ ստեղծագործի նոր բան տա, որ գաղափար տա, որ դու դրա վրա գոնե սցենար գրես, դա չի լինում։ Ես փորձարկել եմ, բայց ChatGPT-ն մարդկային ուղեղին չի փոխարինում, դեռ հուսամ երբեք չի փոխարինի իրականում, որովհետև ափսոս է մարդկային ուղեղը։ Ամեն դեպքում ChatGPT-ն է մարդը ստեղծել, այսինքն մարդկային ներուժը շատ կարևոր է, որ գործը վերջնական արդյունքը մարդը պիտի տա, ուրիշ ոչ ոք։ Հա, ես ChatGPT-ից շատ օգտվում եմ իր հետ զրուցելու համար, ուղղակի ինձ դուր է գալիս այդ, բայց մասնագիտորեն ինքը չի փոխարինում, օրինակ հենց մեկը սցենարիստի աշխատանքին, copywriter-ի աշխատանքին էլ, որտեղ copywriter-ը պիտի իմանա իր լսարանին հստակ տեքստ, որը աշխատելու է իր լսարանի համար։ Չի կարող ինքը այդքան բան անի։ Ըստ իմ ուսումնասիրության, չգիտեմ, կարող է ուրիշ ինչ-որ բանալի բաներ կամ որ չեմ օգտագործում, բայց դեռևս ըստ իմ կարծիքի չի լինում։ Իսկ ինչ գույներ եք սիրում ձեր էջը sense գունավոր է, կյանքի այդպես գույներ, բան, գրած էր օրվա խառնաշփոթ եւ գրքերի մասին եք ցանկանայի խոսել, որովհետեւ բնականաբար սցենարիստը պետք է շատ կարդա, որ կարողանա։ Հիմա դա ես կինոներ չեմ նայում, շատ զարմանալի է միշտ որ մարդիկ գիտեն դրանով եմ զբաղվում, զարմանում եմ որ ես կինոներ չեմ նայում, ես այդ կոմպենսացնում եմ գիրք կարդալով, որովհետև այդ է ինձ հաճույք պատճառում, որ ես իմ ուղեղի մեջ պատկերացնում եմ հերոսներին իրանց արտաքիններով, այսինքն ոչ թե սերիալային եմ դրան, ես եմ տալիս ամեն ինչը։ Ես իրականում այն ժանրը, որը կարդում եմ ու սիրում եմ, այդ դետեկտիվ ժանրն է, այդ թեման Հայաստանում այդքան զարգացած չի, որ իրանով սերիալներ գրեն, կինոներ գրեն, շատ քիչ է, որովհետև երևի պահանջարկն է քիչ, բայց չգիտեմ, ես շատ եմ ուզում, դետեկտիվը ֆանտաստիկ բան է, ժանր է, որը պետքա զարգանա ինձ թվում է մեր մոտ։ Իսկ այդ առումով ինչ-որ պլաններ կան կինո ստեղծելու կամ գրելու։ Ես հա արդեն մտածում եմ, ինչ-որ սցենարների ուղեղում պտտվում են։ Հուսամ մի օր կլինի այդ, կախված է, չգիտեմ, արդեն հետագա իմ պլաններից, բայց հուսով եմ կլինի, որովհետև շատ լավ մի հատ գաղափար գեներացրել եմ արդեն, հուսամ կստացվի հետագայում իրեն օգտագործել։ Քրիստինա ջան, իսկ ինձ թվում է ոչ թե հարցնեմ, բայց հաստատի ասեմ, որ ինձ թվում է, որ դուք միևնույն ժամանակ մի քանի բանի մասին կարող եք մտածել։ Այդպես է այդ։ Ու այդ ուղեղի աշխատանքը բայց շատ է այդ հոգնածնում։ Իմ շուտ եք չէ սպառվում օրվա ավարտին։ Ու խոսելիս էլ ես ուրիշ բան եմ մտածում, ուրիշ բան եմ ասում, բառերը հնարավոր է կուլ տամ, որովհետև այն ուրիշ բանը մտածածն է։ Ու նույնը միտքը երևի կիսատ եք փոխանցում դիմացինին, որովհետև ձեզ թվում է թե գիտեր արդեն դուք ինչի մասին եք մտածում։ Հենց այդպես է, շատ Բայց աշխատանքում առօրյայում, որովհետև միանման ենք, բայց ես այդպես առույգ բան չեմ, աշխուժ չեմ ավելի շատ։ Ես ավելի փորձում եմ իմ մեջ բան անել, բայց դուք այդ ամեն ինչ տալիս եք, բայց միայն էներգիան տալով չի։ Գոնե մարդիկ կան, ումից կարողանում եք ստանալ, որովհետև տալով դուք կսպարեք։ Հա, կան մարդիկ, ես այդ առումով շատ շնորհակալ եմ, որովհետև իմ կյանքում իրոք կան մարդիկ, որոնցից ես այդ դուրս հանածս հետ եմ վերցնում։ Իսկ բլոգինգով զբաղվելու ժամանակ ընտանիքի անդամների երբևէ խնդիր չեմ ունեցել ընտանիքի անդամների հետ, իմ ընտանիքի իմ ցանկացած որոշում ընդունում է, որովհետև իրանք գիտեն իրենց տված դաստիարակությունը, իրանք գիտեն ես ինչի եմ ունակ, ինչի չեմ, ճիշտ է, սրանով ոչ ոքի չեմ վիրավորում, որովհետև մարդիկ կան, որոնց արգելել են այդ զուտ ներքին տեսակա մարդու դաստիարակության հետ կապ չունի, էլի։ Ես իմ ընտանիքը ինձ միշտ support է արել, որ ինչ որոշել եմ, դու կարաս ինձ ասվել է։ Դու կհասնես դրան։ Ես երբեք այդ խնդիրը չեմ ունեցել, շատ առողջ է եղել իմ մոտ այդ։ Դա շատ կարևոր է, որ նաև մանկությունից գա, որ այդպես համարձակ ձեր քայլերը անցնեն։ Ինձ միշտ ասել են հա։ Այո, դրա համար ես հասել եմ այն կետին, որ ես կարա մի բան չեն թողել, որի համար ես շատ մինչև հիմա փոշմանում եմ, որ չարեցի իմ ուզածով։
Այդ թատերական ինստիտուտ ընդունվել է։ Հա, ուզում եի հարցնել, ինչպես դերասանուց ոնց չեք ընտրել, որովհետեւ ամեն ինչ գնում է դեպի դեր։ Հա, այդ ժամանակ ինձ ուղղակի թույլ չտվեցին, այնքան եթե համոզեի, կթողեին։ Ուղղակի ասի դե լավ։ Բայց իզուր, բայց ես մեկը էլի եկանք այդ ոլորտ։ Հա, այսինքն միևնույն է, այսպես թե այնպես, հա, որ ուզում էի քաշում էր ինձ, ես պիտի լինեի այդտեղ։ Բայց երևի միջև վերջ այդպես չեք ուզում, որովհետև ինձ թվում է նպատակասլաց եք, այսինքն ինչ որ բան կա, որ դեռ կասկածի տակ է, որովհետև հա, երևի ավելի շատ ես Երևանում չեմ ապրում։ Մինչև հիմա էլ Երևանում չեմ ապրում, չնայած որ իմ բոլոր աշխատանքները Երևանում են։ Այս մասով էլ ուզում ասեի, որ մարզի երեխեքը թող երբեք չմտածեն, թե իրանք չեն հասնի ինչ որ բանի, որովհետև մարզում են ապրում ու իրանց հնարավորությունները քիչ է, այդ մարդուց է, եթե դու ուզեցիր գնաս, դու գնալու ես։ Բայց մարզերում ավելի կարդացած ու բանիմաց են սովորաբար երեխաները լինում։ Այդ մասով չգիտեմ, ուղղակի միշտ sense բան կա, որ մարզում դժվար է, հա, շատ դժվար է։ Մարզերում իրոք դժվար է։ Ես էլ օրինակ հարուստ ընտանիքից չեմ, միջին վիճակագրական հայ ընտանիքից եմ։ Այդ սաղ ես ինքս եմ արել, գալ Երևանը, սովորելը ճիշտ է, վարձել չէ։ Բայց պիտի նաև թույլ տան, որովհետև գոյություն ունի նախ հայկական մենթալիտետ։ Բայց ուզում եմ ասեմ, որ մարզը չի խանգարում քեզ առաջ գնալ, եթե դու այդ նպատակը ունես։ Այդ միշտ ուզում եմ ես ասեմ, որ ստոպ չանեն մարդիկ իրենց։ Ոչինչ, ամեն օր մի քիչ կհոգնես ճանապարհներից գնաս գալուց, բայց այդ օգնելու է։ Ձեր խոսքից ելնելով հետաքրքրեց, օրինակ ձեր մարզում կամ ձեր տարածքում շատերը երևի հետևում են երեխաներ, դպրոցական տարիների կիսվում են, նկարում են, բերում են, ցույց են տալիս, ասում են ինչ անենք, ոնց անենք։ Չէ, այդ առումով չէ։ Գալիս են ասում են կարանք իրար հետ վիդեո նկարենք, դե ես էլ չեմ մեռում։ Ես շատ հազվադեպ եմ լինում դրսում, որ ինձ կարան տեսնեն մեր մոտ մեր մարզում, բայց որ տեսնում են, գալիս են նկարվում են, ասում են վիդեոներ նկարենք, ես համաձայնվում եմ, բայց երիտասարդների շրջանը իրանք բան են ոնց բացատրեմ, sense մի տեսակ կարող է նայեն քեզ բան, որովհետև չգիտեմ, ոնց որ իրենց համար այդ խորթ է, որ իրենց քաղաքից մեկը կա, որի հետ նկարվում են դրսում, ինքը չգիտեմ ինչ երևույթ են դիտարկում դրան, մի քիչ այդ առումով այդ բանը կա էլի։ Նաև հագուստով եք համարցակ, որովհետև հագուստն էլ պիտի այդ դա էլ հիմա արդեն զարգացել է այդ առումով, իրականում տոպերը, բաները էլ տենց բան չի դիտարկվում sense նայելը, չէ, այդ առումով էլ հա մի քիչ եղել է խնդիր, բայց հիմա էլ չէ։ Դե շատ կարևոր է, որովհետև տարիներ շարունակ մարդկանց փակել են երեխաներին, շատ տաղանդավոր մարդիկ, ես վստահ եմ երեխաներ, որ ուղղակի բռնել են այլ ճանապարհ, թե ամուսնության, թե ուղղակի ընտանիք ստեղծելու, թույլ չի տրվել, ձեր միտքը ու ձեր խոսքը շատ կարևոր է, որ այս սոցցանցն էլ իր դրական կողմեր ունի եւ բացասական։ Դրականը նաեւ այդ առումով, որ մարդը կարող է ինքնադրսևորել թեկուզ իր տարածքում, իր, չգիտեմ, բայց եթե տաղանդավոր է, ստեղծարար ուղեղ ունի, ինչու՞ չէ։ Հա, միանշանակ։ Ես, երբ ուրիշ աշխատանք չունեի, ես բլոգինգով սկսեցի։ Ուղղակի բլոգինգով սկսեցի, կարողացա ինչ-որ բան ստեղծել, հետո արդեն ինքս ինձ գցելով ստեղից այնտեղ կարողացա ինչ-որ մի կետի հասնել, հələ դեռ շատ տեղ ունեմ, որ հասնեմ իմ գլխավոր գերագույն նպատակներին, բայց միանշանակ այս ճանապարհն է, որ ինձ տանելու է դրան։ Եվ նաև ինչու՞ չէ, ձեր գործը ունենաք, ձեր կազմակերպությունը, երբ կարողանաք եւ քոուչինգի մասով, հա, դա էլ է շատ կարեւոր, որ յուրաքանչյուր ոք, չգիտեմ, նոր սկսած ինչ-որ բան, քոուչինգներ անում ու արդեն դասընթացներ վարում, դա դրա մասով ինչ կասեք։ Ինչպես ընտրեն ճիշտ դասախոսի կամ ճիշտ, որովհետև յուրաքանչյուր ոք ասում է SMM-ը անում, ահա որ է դարձել հիմա։ Բայց երբ որ իրենք ստատիկ բաներ գիտեն, այսինքն երբ որ դրանից դուրս այլ բան ես հարցնում, ես օրինակ մի հատ բան եմ հասկացել, ես ոչ մի SMM մասնագետից ոչինչ չեմ սովորել, բայց գիտեմ full SMM-ը ոնց անել։ Այդ պրակտիկան է օգնում։ Ես չեմ կարողանա ասել, թե ինչ մասնագետի ում վստահ են, որովհետև ինքս երբեք դիմաց չկամ ու իմ համար էլ ասեն վախենալու, հնարավոր է լինեն, բայց սկսնակների մոտ գոնե չգնան, գնան ինչ-որ շատ պրոֆեսիոնալների մոտ, որ հստակ տենում են գործ ունեն արած, օձիվներ լսեն տարբեր մարդկանցից, ովքեր սովորել են օրինակ այդտեղ, նոր դիմեն, հիմա էդ էլ է շատ ավտոմատացված դառել, բոլորը սովորեցնում են նույն բանը, բայց չեն սովորեցնում են գաղտնիքները, որ իրոք քեզ պետք են լավ SMM անելու համար։ Եվ բացի այդ գումար են վերցնում կազմակերպությունից, դնում են գովազդի վրա,
Ասենց որ ուղակի նկար են անում, իրեն կոնտենտ չեն ստեղծում, նկարի վրա դնում են ես ինչքան գովազդ, ասում են կաշխատի, ասում են ժողովուրդ դա չի աշխատելու, այդ ուղակի գումար մի մատնեք այդ մարդկանց վրա։ Դա SMM չի ախր է։ Ես որ նոր մտնում եմ նոր կամպանիայի հետ աշխատելու, ասում եմ իմ հոլովակի վրա գովազդ չմիացնեք։ Եթե միացնելու եք, թողեք մեկ շաբաթ անցնի դուք տեսեք, որ առանց գովազդի այդ աշխատել։ Շատ կարևոր է ախր, որ տեսնես։ Ու հետո նոր հիմա ես այն էջերում որոնց հետ աշխատում եմ, գովազդ չեն միացնում, որովհետև ֆուլ ունեն արդյունքին չի միացնել։ Եթե ունես այդ արդյունքը, անիմաստ փող ներդրում անես։ Ներդրումը տարա լավ մասնագետներ բերելու համար։ Կոնտենտ ավելի շուտ ստեղծելու համար, որովհետև եթե ասում են միայն մեկ նկարով չի լինում։ Միևնույնն է, այսպես թե այնպես դու պիտի ռիլ նկարես, ինչ որ մի բան չունենաս։ Միտք ունենա, պիտի միտք, էմոցիա, այդ որ մարդիկ ասում են բիզնեսը էմոցիա պիտի ծախես բիզնեսում, ու լիքը մարդիկ ասում են այդ արտահայտությունից արդեն հոգնել ենք, բան եւ այլն։ Այնքան ճիշտ է։ Միևնույնն է։ Էմոցիա տվեցի աշխատում է ինքը էմոցիա քո միմիկաներով, քո խոսքով ու քո տեսքով ու լիքը բաներով։ Մշտապես ասում են թե գովազդը ծեծված բանը մենք բոլորս հասկանում ենք գովազդը ինչ ազդեցություն ունի, բայց այդ նույնը ասող մարդիկ միևնույնն է։ Եթե ճիշտ տալիս ես այդ էմոցիան ու այդ ամենը, օգտվում են, ճիշտ է։ Նշանակ։ Ձեր դրական էմոցիաները թող միշտ լի լինեն, թող ոչ միայն խթանեք ուրիշների աշխատանքին, նաև ձեր աշխատանքին ու այդ ամենը հասնի այն արդյունքին, ինչ որ դուք եք ցանկանում։ Շնորհակալություն ունկալելու համար։ Ես եմ շատ շնորհակալ։ Հայաստանում միակ ու առաջին գրոհե առցանց խանութն արդեն գործարկվել է։ Shop Grohe.am։ Գնիր առցանց, ստացիր արձեռը։